Թվում է արդեն ձեռնարկում, արդեն ընդունում է հայերի, տեղավորում է, այնպես որ կառավարությունը գիտի ինչ անել, ինչքան հնարավոր է պետք է օգնել հայերին, ինչքան հնարավոր է, որովհետև պատերազմական իրավիճակը ինձ դա սարսափելի բան է։ Չերտում դիտեր կաղնի յուրաքանչյուր հայի, անկախ նրանից, նորացին է թե մահամերձ է։ Երկորդն էլ բոլոր պայմանները ստեղծվել Հայաստանում, եկածներին լիարժեք դիմավորելու և տեղավորելու դեր կաղնելու խնդիր։ Մենք ունենք օրինակ պանսիոնատներ, եթե հարկարի դեպքում ուրիշ բան չկա, վերմուտքի պանսիոնատները դատարկել, կարան վերանորոգել և սիրահայերին տեղավորեն, մինչև վերջնական հարցի լուծումը լինի։ Ինչ արում դա բոլորս գիտենք, տեղափոխում են Հայաստան, երեխաները դպրոց են հաճախում, որոշ բաներ արում, ցանկալի է որ դա մի շարունակական ու ավելի խոր։ Օժանդակելու համար սիրիահայերին։ Իհարկե պետք է օժանդակի Հայաստանը, պետք է օժանդակի նրանց երեխաների հոգսը քաշի ստեղ դպրոցով ապահովի, սնունդով ապահովի, ամեն տեսակի հարցերով պետք է օգնի։ Եթե մեր հայրենակիցներն են իհարկե պարտավոր են։ Այդ գիտեք ինչ կա, ես իմ կարծիքով ոչ մի բան չեմ կարող ասեմ, այդ արդեն ավելի շատ քաղաքական մարմինների հարցն է։ Այսինքն իրանք պետք է այդ հարցին լուծում տան, իրանք պետք է կապը հաստատեն Սիրիայի Պաշտոնյաների հետ, այն մարդկանց հետ, ովքեր պատասխանատու են, ու առասեք մեր հայ իշխանավորները պետք է պատասխանատվություն կրեն այն մարդկանց համար, հայերի համար, ովքեր գտնվում են Հայաստանի սահմաններից դուրս։ Իսկ թե ինչ պետք է լինի, բնականաբար պետք է հարցին լուծում տա, բայց դժվար թե ես կարողանամ տամ այդ հարցին լուծումը ոնց։ Բնականաբար մենք բոլորս ուզում ենք ամենից լավ ավարտի, որ բնականաբար մեր հայ լենակիցները, այս հայ մարդիկ գտնվեն Հայաստանում, գտնվեն ապահով վիճակում, ու բնականաբար այդ քաշքշոցներից ու այդ խառնաշփոթից լինեն հեռու ու ապահով առաջին հերթին։ Իսկ մնացածը այդ արդեն հայ իշխանավորների խնդիրներն են, իրանք պետք է սարսափեն։